Հրապարակը գրում է. ՔՊՕ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա։ Սակայն անգամ մեծ փողերը չեն օգնում, որ մայրաքաղաքում ՔՊԸ-ի նկատմամբ քաղաքացիները գոնե լոյալություն դրսևորեն։ Մի քանի օր առաջ թերթը գրել էր, որ բուլգար արտաքինով կանանց մայրաքաղաքի թաղերից մեկում բնակիչները բառի բուն իմաստով վռնդել են, թույլ չտալով, որ ՔՊԸ-ի բուկլետները բաժանեն, քարոզչություն անեն։ Թերթին ասել են, որ բուկլետ բաժանողներից յուրաքանչյուրին 200-ից 250 հազարական դրամ են տալիս որպես վարձատրություն։ Փաստորեն իշխող թիմը, որ հազարավոր կուսակիցներ եւ համակիրներ ունի, իրականում նրանք ոչ թե գաղափարակիցներ են, այլ մեծ մասը վարձու աշխատողներ, որոնք այս շրջանում ուզում են մի քանի դրամ փող աշխատել։ Փաստը գրում է. ԿՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնքան անհանգստացած է առաջիկա ընտրություններում սպասվող պարտությամբ, որ կարգադրել է ամբողջ հանրապետությունը ողողել իր մեծադիր, փոքրադիր ու միջինադիր նկարներով, ոչ մի պատ առանց Նիկոլ Փաշինյանի նկարի սկզբունքով։ Դեկուսկառույցներն ու պետական միավորներն էլ ինտենսիվ լծվել են այդ գործին։ Ընդ որում կարևոր չհամարելով, կարելի է այդտեղ նկար փակցնել, թե չի կարելի։ Օրենքը թույլատրում է, թե չի թույլատրում։ ԿՊԱ-կաններն արդեն նույնիսկ համատիրությունների պատերին են փակցրել այդ նկարները, որոշ համատիրություններ անգամ դարձնելով ոչ պաշտոնական շտաբ։ Զուգահեռ թիմ մարմինների առևտրի բաժինները ստիպում են հատկապես փոքր խանութների տերերին իրենց խանութների պատերին փակցնել Նիկոլ Փաշինյանի նկարը, ակնարկելով մերժման դեպքում հնարավոր անհարմարությունների մասին։ Ճիշտ է, արդյունքում նման խանութների առևտուրը կտրուկ նվազել է, քանի որ մշտական հաճախորդների մեծ մասը հրաժարվում է մտնել այդ խանութներ, քանի դեռ ԿՊ ղեկավարի նկարը պատին է, բայց դա արդեն իշխանություններին չի հուզում, նրանք թքած ունեն բոլորի վրա։ Հրապարակը գրում է. Մայիսի 16-ին ուսանողների եւ երիտասարդների օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին Domino Production-ն է։ Բեմում կլինի նաեւ Afrojack-ը։ Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի GTB Holding-ն է։ Հովանավորների թվում է նաեւ Evoca Bank-ը, որի բաժնետոմսերի 100%-ին միանձնյա տիրապետում է Մարետա Գևորգյանը։ Իդեպ ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում, հիմնականում համերգներ եւ տոնակատարություններ, եւ այս շարքը ձգվելու է մինչեւ հունիսի 7-ը։ Անգամ լռության ու ընտրության օրերին իշխանական թմբուկը չի լռելու, կինոփառատոն են անելու։ Նպատակը պարզ է՝ մարդկանց համար տեսարաններ ապահովել, որ գնան եւ ընտրեն իշխող ուժին, որ իրենց կյանքը տոնի է վերածել։ Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, հայ մարդը կսկսի մտածել հունիսի 7-ից հետո։ Հրապարակը գրում է. 2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի միջև ուղեղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Երեք հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ Թուրքիայից երրորդ երկրների միջոցով Հայաստան մեկնող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների վրա այժմ որպես վերջնական նշանակման կետ կամ ծագման երկիր կարող է նշվել Հայաստան-Թուրքիա։ Նախկինում Հայաստանը Թուրքիայի ապրանքներ արտահանող կամ գրող երկրների ցանկում ներառված չի եղել, ուստի ապրանքները վերաարտահանվել են Հայաստան։ Իսկ հիմա փոխվում է այդ հանգամանքը, եւ ըստ թերթի զրուցակից տնտեսվարողի Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը փոքր-ինչ կեժանանա, շահեն ներկրողները։ Փոխարենը կտուժի տեղական արտադրողը, բայց այս չնչին հանգամանքը գործող իշխանությունները որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում։ Ժողովուրդը ուսումնասիրել է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը մայիսի 19-ին ներկայացվելու է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցողը լինելու է հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Հաշվետվությունում առանձնահատուկ ուշադրության են արժանացել կրթության եւ առողջապահության ոլորտներում արձանագրված հակամրցակցային դրսևորումները, որոնց առնչությամբ հանձնաժողովը վարույթներ է հարուցել պետական մարմինների դեմ։ Խոսքը վերաբերում է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված գնումներին, որոնց շրջանակում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման եւ գնման գործընթացների կազմակերպման ծառայությունները միավորվել էին մեկ չափաբաժնում։ Հանձնաժողովը նախարարության վարքագիծը որակել է որպես հակամրցակցային գործողություն։ Հաշվետվության մեկ այլ աղմկահարույց հատված վերաբերում է առողջապահության ոլորտին։ Հանձնաժողովը վարույթ է հարուցել ուսումնասիրելու, թե արդյոք առողջապահության նախարարությունը տարբեր պայմաններով փոխհատուցումներ տրամադրելով հանրապետական շտաբօգնության ծառայություն եւ շտաբ բուժօգնություն ընկերություններին խախտել է մրցակցության սկզբունքները։ Հրապարակը գրում է.
Պետական ապարատն ու դպրոցները կուսակցականացնելու համար նախկիններին բզկտող Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ կատարելագործել ծաղկեցրել է ՀՀԿ-ի հիմնած ավանդույթները։ ՔՊ-ի նախընտրական ցուցակը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցականացրել պետական եւ պետականամերձ ապարատը։ ԿՊ նախընտրական ցուցակում են բուժհաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ, ՊՕԱԿ-ների, կոմիտեների ղեկավարներ, հետմասնաճյուղերի ղեկավարներ եւ որ ամենաաբսուրդն է, ապաքաղաքական համարվող կառույցների, դպրոցների տնօրեններ։ Ընդ որում բոլորը կուսակցականներ են։ Թե ինչու պիտի ոչ քաղաքական այս պաշտոնները զբաղեցնեն կուսակցականները շատ պարզ է։ Նրանք այդ պաշտոններում նշանակվել են նախապայմանով, որ կդառնան իշխող ուժի անդամ ու կծառայեն իշխանությանը կամ էլ կշարունակեն այդ պաշտոններում իրենց աշխատանքը, եթե անդամագրվեն ՔՊ-ին։ Սա ընտրություններում պետական եւ պետականամերձ ապարատն իշխանության օգտին շահագործելու պարզ մեխանիզմ է։ Ավելորդ է հիշեցնել, որ Սամվել Կարապետյանից հեծը խլեցին ավելի քան 7000 աշխատակիցներին ՔՊ-ի էլեկտորատը դարձնելու նպատակով։ Ցուցակում Ռոմանոս Պետրոսյանից ու Սարիկ Մինասյանից բացի ընդգրկված են նաև Գեղամա մասնաճյուղի ու Երևան քաղաքի էներգաիրացման տնօրենները, ինչպես նաև մարզային ու երևանյան ՊՕԱԿ-ների տնօրեններ։